ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ, քննարկելու անվտանգության եւ առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության կայքից, ըստ հաղորդագրության պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցելու Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Նա վերահաստատել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը աջակցելու կայուն, միասնական, խաղաղ Սիրիային։ Պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների եւ բողոքի ցույցերի առնչությամբ։ Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդմամբ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Ֆրանսիական Arte հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը ջնջված է քարտեզից։ Այս մասին սոցցանցում գրել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ լրագրող Գրիգոր Ամիրզանյանը։ 28 րոպե շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել են Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ։ Քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված էր, նրա փոխարեն Ադրբեջանը ներկայացված էր ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ արձագանքել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին։ Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես համաձայն չէ, որ Բաքվի պահվածքը կարելի է որակել որպես նոր պայմաններ։ Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի սահմանադրության մեջ դրույթի փոփոխությունը, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացումը վերջին 2.5 տարիների ընթացքում եղել են բանակցությունների կարևոր թեմաներից, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։ Նրա պնդմամբ Բաքուն դեռևս 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում հայկական կողմին ներկայացրել է Հայաստանի սահմանադրության ազգային օրենսդրության հարցերի ու քաղաքական հայտարարությունների մեջ առկա տարածքային պահանջների մասին փաստեր, որոնք ըստ նրա գիտակցում են նաև երրորդ երկրները։ Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա նա պետք է անհապաղ փոխի իր սահմանադրությունը, հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ չխուսափի Մինսկի խմբի պաշտոնական վերացման ուղղությամբ համագործակցությունից, հայտարարել է Հաջիզադեն։ Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածությունները Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու վերաբերյալ բավարար չեն Ուկրաինայում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse, հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։ Սև ծովում էներգետիկ ենթակառուցվածքների կամ նախաձեռնությունների մորատորիումը ճիշտ ուղղությամբ է, բայց դրանք բավարար չեն տևական վստահելի հրադադար հաստատելու համար։ Էլ չենք խոսում խաղաղության համաձայնագրի մասին։ Մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի անանուն ներկայացուցչի խոսքերը։ Ռուսաստանը չի միջամտել Դոնալդ Թրամփի 2016 թվականի նախընտրական արշավին։ ԱՄՆ նախագահը ստորագրել է հրաման Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննությունը գաղտնազերծելու մասին։ Թրամփը իրավիճակը անվանել է անհեթեթ եւ խայտառակ, միաժամանակ ԱՄՆ նախագահը չի ցանկանում հրապարակել այս գործի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Դրա մի մասը դեռ գաղտնի կմնա։ ՀԴԲ-ն եւ Արդարադատության նախարարությունը պետք է ամանչեն, իսկ Բայդենը պետք է չի իրենից, սա երբեք չպետք է տեղի ունենար այս երկրում։ Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ գյուղերի բնակիչները հայտնում են, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից ակտիվ կրակոցներ են հնչում։ Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Ազատությունը կապ է հաստատել բնակիչների հետ։ Խոզնավարի բնակիչ Ռոման Գրիգորյանի խոսքով կրակոցներն ակտիվացել են վերջին օրերին։ Գիշերը ժամը 10-ին կրակել են 2-ին, 1 էլ 4-ին։ 3 դաշտում վարանելիս մեր ուղղությամբ են կրակել, ստիպված աշխատանքները 1-2 ժամով դադարեցրել ենք, նորից սկսել, ասել է բնակիչը։ Խնածախի բնակիչ Մանուշակ Սողոմոնյանի փոխանցմամբ կրակոցները հնչում են արդեն 5-րդ օրն անընդմեջ, ինչի հետևանքով գյուղի բնակիչները տագնապած են։ 5 գիշեր է անընդհատ կրակոցներ են։ Ժամը 12:20-ին սկսում են մինչև առավոտյան 5:30։ Ժողովուրդը խուճապի մեջ է, գյուղի վրայով կարմիր փամփուշտներ են անցնում։ Ժողովուրդը վախեցած է։ Տներին չեն կրակում, սարերին, միգուցե նաև մի օր տներին կրակեն, որպեսզի
մարդիկ դուրս գան գյուղից։ 5 գիշեր է սարսափի մեջ ենք ու տարբեր տեսակի զենքերով են կրակում, ասել է բնակիչը։ Ազատության հարցինի պատասխան բնակիչը նաև ընդգծել է, որ Սյունիքի ամենավտանգավոր գյուղերից է, որտեղ ադրբեջանական դիրքերը շատ մոտ են։ Պոստը նայում է դեպի գյուղ, իսկ դպրոցն անմիջապես դիրքերին մոտ է, հավելել է բնակիչը։ Խոզնավարի մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ կրակոցները ակտիվանում են հատկապես գիշերային ժամերին եւ եվրոպացի դիտորդները գյուղում չեն։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը չհերքելով կրակոցների արկայությունը շարունակում է պնդել, որ հրադադարի խափանման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում, քանի որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Ազատությունը նշում է, որ Սյունիքի սահմանային գյուղերի վարչական ղեկավարները չեն արձագանքում զանգերին, իսկ այս գյուղերը միավորող տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուլունցը հրաժարվել է մեկնաբանություն տալ, առաջարկելով անձամբ գնալ գյուղ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Հիշեցնենք, որ անցած շաբաթվանից տեղեկություններ կային նաեւ Սոտքում հնչած կրակոցների մասին, սակայն Պաշտպանության նախարարը խորհրդարանում լրագրողների հարցին ուղիղ չէր պատասխանել, նշելով միայն, որ գերատեսչությունը հաղորդագրություն տարածում է միայն վտանգավոր կրակոցների մասին։ Նշենք, որ մինչև այս դեպքերը Բաքուն պարբերաբար մեղադրում էր հայկական կողմին իր դիրքերը թիրախավորելու համար, ինչը պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր։ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը՝ կողմ 64 դեմ 7 ձեռնպահ 0։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ այսօր ազգային ժողովում քննարկվելու է պետական կենսաթոշակների մասին, օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, սակայն իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է առաջարկին։ Նախագիծը, որը ներկայացվել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության կողմից, առաջարկում է հետևյալը. 2026 թվականից նվազագույն կենսաթոշակի չափը չպետք է պակաս լինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, եւ միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխանի սպառողական զամբյուղի արժեքին։ Առաջարկվում էր նաև սպառողական զամբյուղների բաղադրության եւ արժեքի սահմանման իրավասությունը վերապահել կառավարությանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Նազ Տիգրանյանը նշել է, որ ներկայացված նախագծի կարգավորումների իշխանությունների 2021-ին ստանձնած հանձնարարությունների շրջանակում են։ Նրա խոսքով վերջին 4 տարիներին կառավարությունը հետևողական է եղել եւ կենսաթոշակների չափն արդեն ավելացել է 22%-ով։ Ժողովուրդ օրաթերթը թվային տվյալներով ներկայացրել է տարածաշրջանում եւ Ռուսաստանի Դաշնությունում միջին ամսական կենսաթոշակի քանակը։ Հայաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի աշխատանքային ստաժից եւ կենսաթոշակի տեսակից։ Աշխատանքային կենսաթոշակը, եթե անձն ունի աշխատանքային ստաժ, ապա կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնականում կենսաթոշակի հիման վրա, որը 2023 թվականից կազմում է 24000 դրամ։ Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36000 դրամ։ Ըստ 2023 թվականի տվյալների, աշխատանքային կենսաթոշակ ստացող թոշակառուների միջին ամսական կենսաթոշակը կազմում է մոտ 49132 դրամ։ Վրաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի տարիքից եւ բնակության վայրից։ Մասնավորապես մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կազմում է 350 լարի, 70 եւ բարձր տարիք ունեցող թոշակառուների համար 450 լարի։ 2025 թվականին Ադրբեջանում միջին ծերության կենսաթոշակը կկազմի 569 մանատ, իսկ աշխատանքային միջին նպաստը կկազմի 494 մանատ։ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտավորապես 24000 ռուբլի։ Այս դեպքում կենսաթոշակի չափը պետք է կազմի կորցված եկամուտի առնվազն 40%-ը, այսինքն եթե 2025 թվականին 80000 ռուբլի է, միջին աշխատավարձը կենսաթոշակի չափը մոտավորապես հավասար է 32000 ռուբլու։ Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 10315 լիրա։ Առավելագույն վճարը կազմում է 25000 լիրա, որը սովորաբար ստանում են պետական հատվածի նախկին աշխատակիցները, ինչպիսիք են քաղաքապետները, նախարարները եւ վարչակազմի ղեկավարները։ Դոկտորական կոչում ունեցող Թուրքիայի քաղաքացիների միջին կենսաթոշակը կազմում է 18000 լիրա։ Այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը տարածաշրջանում կենսաթոշակների ամենացածր մակարդակն ունի։ Վրաստանի հետ գրեթե նույն մակարդակում է, բայց վերջին տեղում է հարևան երկրների շարքերում։
Օրեցօր թանկացող ապրանքների, հարկերի եւ կոմունալ ծախսերի պայմաններում ՀՀ թոշակառուների համար միջին կենսաթոշակը բավարար չէ անգամ նվազագույն կարիքները հոգալու համար։ Չնայած իշխանությունների հայտարարություններին կենսաթոշակների ավելացման մասին վիճակագրությունն ակնհայտ է։ ՀՀ կենսաթոշակառուները շարունակում են գոյատևել ամենադժվար պայմաններում, ընդգծում է Ժողովուրդ օրաթերթը։ Ստամբուլին դիմադիր քաղաքապետ Քեմալական ժողովրդը հանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից եւ կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաներն ու ցույցերը։ Այս մասին հայտնում են Էրմենի Հաբերը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել եւ պարզել, որ Ստամբուլի Սարաչանե այգում ընթացող ցույցերի ժամանակ վիրավորանքներ եւ հայհոյանքներ են հնչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ նրա ընտանիքի հասցեին։ Կատարվածի Չությամբ 41 կասկածյալ է ձերբակալվել նախագահին վիրավորելու, հավաքների եւ ցույցերի մասին օրենքը խախտելու եւ ոստիկանին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հերքում է, որ քննարկել է ռազմական ծրագրերը Սիգնալի չաթում, որտեղ մուտք է գործել The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, հաղորդել է The Hill-ը։ Ոչ ոք ռազմական ծրագրեր չի ուղարկել եւ դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, ասել է Պենտագոնի ղեկավարը։ Նա նաեւ Գոլդբերգին անվանել է խաբեբայ եւ խիստ վարկաբեկված այսպես կոչված լրագրող, որն իր մասնագիտությունն ստեղծել է նորից ու նորից կեղծիքներ վաճառելով։ Ըստ Hill-ի միևնույն ժամանակ շատ դեմոկրատներ հարձակվել են Հեքսեթի վրա։ Չկա այնպիսի աշխարհ, որտեղ այդ տեղեկատվությունը պետք է տարածվի անապահով ուղիներով։ Հեքսեթն այնքան է չափն անցել, որ նա վտանգ է ներկայացնում այս երկրի եւ մեր համազգեստով տղամարդկանց ու կանանց համար, ասել է դեմոկրատ падգամավոր Սեթ Մոլթոնը։ Մարտի 11-ին The Atlantic-ի գլխավոր խմբագիրը պատահաբար մուտք է գործել մասնավոր սիգնալ զրույց, որտեղ ԱՄՆ պաշտոնյաները քննարկում են Եմենում հութիներին հարվածելու ծրագրերը։ Միջադեպը լուրջ արձագանքներ է առաջացրել մի շարք քաղաքական գործիչների կողմից, իսկ կոնգրեսականները կոչ են արել հետաքննություն սկսել։ Մինչդեռ Պոլիտիկոն գրել է, որ իրավիճակն ի վերջո կարող է հանգեցնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հրաժարականին։ Մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարարության կոլեգիայի նիստ 1941-ից 45 թվականների հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստման ընթացքի մասին թեմայով։ Կոլեգիան նշել է, որ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստման թեման 2025 թվականին Ռուսաստանի արտգործնախարարության քաղաքական եւ դիվանագիտական գործունեության գերակա բաղադրիչն է եւ ուղղված է հաղթանակի հոբելյանին միջազգային լայն հնչեղություն հաղորդելուն, դրա մնայուն պատմական նշանակության հաստատմանը, նացիստական Գերմանիայի ջախջախման եւ Եվրոպայի ստրկացած ժողովուրդների ազատագրման գործում ԽՍՀՄ վճռական դերի ճանաչման ամրապնդմանը։ Ընդգծվեց հետպատերազմյան աշխարհակարգի ձևավորման գործում հաղթանակի կարեւորությունը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության վրա, որը մշակվել է Յալթայի եւ Պոտսդամի համաժողովների արդյունքների հիման վրա։ ԽՍՀՄ-ի առանցքային դերի խթանումը երկրների եւ ժողովուրդների ապագաղութացման գործընթացում, ինչպես նաեւ պետությունների ինքնիշխան հավասարության կանոնադրական սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը որպես միջազգային հաղորդակցության հիմնարար տարր, զարգացող բազմաբևեռ աշխարհակարգի պայմաններում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն մասնակցում է հանդիսավոր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին։ 1941-ից 45 թվականների հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստման եւ անցկացման կազմակերպչական հանձնաժողովի, նախարարությունների եւ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, արտերկրում գտնվող ռուս հայրենակիցների, ասոցիացիաների, վետերանների եւ հակաֆաշիստական կազմակերպությունների, լրատվամիջոցների համայնքի հետ սերտ համագործակցությամբ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն մասնակցում է հանդիսավոր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին 1941-ից 1945 թվականների։ Այս աշխատանքում ներգրաված են Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունները եւ հյուպատոսական հաստատությունները, Ռոստրուդնիչեստվո եւ նրա արտասահմանյան ներկայացությունները։ Բաքվի եւ Երևանի միջև անշրջելի եւ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը, դրանից բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Այս մասին Ագենսիա Բրազիլիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա նաեւ ընդգծել է, որ իր այցը Բրազիլիա կարևոր դեր է խաղում տեղի իշխանություններին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացի մասին տեղեկացնելու գործում։
Թուրքիայում լույս տեսնող հայկական Փարոս հրատարակչությունը 15-ամյակի կապակցությամբ հրատարակել է հայերեն օսմանյան ժամանակաշրջանում հայկական դպրոցների կրթության եւ ուսուցման պատմություն վերնագրով երկհատոր գիրքը։ Գրքի հեղինակը Գևորգ Հակոբյանն է, այն տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի հովանավորությամբ։ Գրքում ներկայացված է օսմանյան կայսրության շրջանում հայկական դպրոցների պատմությունը, որոնք դասյարակել են բազմաթիվ արժեքավոր գործիչներ, բայց նրանց անուններն այսօր մոռացության են մատնվել։ Ղրղստանի նախագահ Սադիր Ժապարովը Ռուսաստանում Ղրղստանի դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին համատեղության կարգով նշանակել է նաև Հայաստանի Հանրապետությունում հանրապետության դեսպան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ Ղրղստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ռուսաստանի Դաշնությունում Ղրղստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոկոնտաև Կուբանիչբեկ Քենեշովիչը համատեղության կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, ասված է հաղորդագրության մեջ։ Այսօր մարտի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի Նռնաձոր ավտոճանապարհի 27 կիլոմետր հատվածում ՈՒԱԶ մագնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում նաեւ ՀՀՆԳՆ փրկարարծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Մեղրիի Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ժամանել են նաև Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ Օպերատիվ ժամանել են նաև Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին։ Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրիի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Վթարի մասին Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, սակայն հնարավոր է դեպքի վայր ժամանեն ոչ թե նշված վարչության քննչական խումբը, այլ Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի քննիչները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածն ու վիրավորը ծառայում են ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ էր գտնվում։ Փաստորաթերթը գրում է. Փաշինյանական կառավարության անդամներից մեկը Facebook-յան գրառում է արել եւ մասնավորաբար ասել հետեւյալը. Շատ կարեւոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը։ Ճիշտ է ասում, նրա հետ միանգամայն համամիտ ենք, բայց ստացվում է, որ սույն նախարարը ակամա ասել է, որ սխալ է արել ժողովուրդը ընտրելով ՔՊ-ին եւ որ այլևս նման սխալ չանի։ Չէ՞ որ հենց ՔՊ-ն է հնարավոր ու անհնար մեթոդներով սոսնձված մնացել աթոռներին, չնայած երկիրն ու բանակը խայտառակ պարտության են տարել, չնայած Արցախն են ուրացել ու հանձնել, չնայած երկիրն ու ժողովրդին տարան ու տանում են ծանրագույն աղետների ու փորձությունների։ Ավելին, նույնիսկ թիմ ընտրություններում, երբ ՔՊ-ն ու իր թեկնածուները մերժվում են ու պարտվում, Փաշինյանի իշխանությունը ռեպրեսիվ միջոցներով, տարբեր մանիպուլյացիաներով ամեն ինչ անում է այդ սխալն ուղղելու համար։ Դա այնքան հաճախակի է դրսևորվել, որ նույնիսկ հատ-հատ նորից հիշեցնել չարժե։ Մի խոսքով ՔՊ-ն նույնն է, թե Փաշինյանը ամեն կերպ ու ամեն գնով կարճած է իշխանությանը։ Այն կարգի է կարճած, որ ոչ մի դեպքում, ոչ մի ընտրության պարագայում, եթե անգամ 0 ձայն ստանա, չի պատրաստվում հեռանալ։ Այնպես որ կարկառուն ՔՊ-ականը շատ թափանցիկ հասկացրել է մեր ընտրողներին, թե ինչու չի կարելի ընտրել ՔՊ-ին։ Ամբողջ Սիրիայում անջատվել է ինտերնետը, հաղորդում է NetBlocks ինտերնետ մոնիտորինգի միջազգային ծառայությունը։ Ուղիղ ցանցի տվյալները ցույց են տալիս ամբողջ Սիրիայում ինտերնետի անջատումը, ասվում է հայտարարության մեջ։ Սիրիայում իրավիճակը սրվել էր մարտի սկզբին, երբ բախումներ սկսվեցին ալավինների եւ նոր կառավարության կողմնակիցների միջեւ։ Դրանք ազդել են Լաթակիա, Տարտուս, Համա եւ Հոմս նահանգների վրա։ Զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1.3000-ը։ Անվտանգության ուժերի գրոհներն ավարտվել են մարտի 10-ին։
Էր Ռիադում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները տևել են ավելի քան 12 ժամ։ Հայտնում է ՌԻԱ Նովոստի թղթակիցը։ Պատվիրակությունները լրատվամիջոցների հետ չեն շփվել։ Գործակալության աղբյուրի համաձայն կողմերը համատեղ հայտարարություն կհրապարակեն երեքշաբթի մարտի 25-ին։ ՌԻԱ Նովոստի զրուցակիցը նշել է նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչների լավ տրամադրվածությունը բանակցություններից հետո։ Իսրայելի պաշտպանության բանակը ցախալ հարված է հասցրել սիրիական Թադմոր եւ T4 բազաների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնում է 10 հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։ Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիական Թադմոր եւ T4 ռազմաբազաներում մնացած ռազմական օբյեկտներին, ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ցախալը կշարունակի գործել Իսրայելի քաղաքացիներին ուղղված ցանկացած սպառնալիք վերացնելու համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Գյումրու 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Այդքան տղա է, թողասի այդ մասին։ Երեք հայտարարեց Սարիկ Մինասյանը։ Հրապարակ օրաթերթին ասեցին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է։ Ըստ լուրերի նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է։ Սուրենյանցին հրապարակ օրաթերթը հարց ուղղեց. ճիշտ է, որ ՔՊ նշած անձն իրենց թեկնածուն է։ Նա չհերքեց, խոստացավ պատասխանել, երբ զրույցի իր թեկնածուի հետ։ Ասաց, որ իրենց թեկնածուն նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով։ Ավելի ուշ հայտարարեց, որ այսօր ասուլիս կհրավիրեն եւ կպատասխանեն Մինասյանի պատմական բացահայտմանը։ Հնդկաստանը նվազեցնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կանխելու համար առևտրային վեճը, գրում է Reuters-ը։ Հնդկաստանը նախատեսում է նվազեցնել կամ վերացնել մաքսատուրքերը ԱՄՆ-ից ներմուծման 55%-ի վրա, ավելի քան $23 միլիարդ արժողությամբ։ Նպատակն է $66 միլիարդ արժողությամբ հնդկական ապրանքների արտահանումը պաշտպանել ԱՄՆ հնարավոր պատասխանատվություններից։ Այս քայլը դիտվում է որպես Հնդկաստանի ամենամեծ մաքսային զիջումը վերջին տարիներին։ Լոս Անջելեսից Չինաստան թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ այն բանից հետո, երբ պարզվել է, որ օդաչուներից մեկն իր հետ չի վերցրել անձնագիրը։ Այս մասին CNN-ին հայտնել են ավիաընկերության ներկայացուցիչները։ Boeing 777-ը շաբաթ օրը օդ է բարձրացել Լոս Անջելեսի օդանավակայանից։ Ինքնաթիռում եղել են 257 ուղևոր եւ անձնակազմի 13 անդամ։ Ինքնաթիռը շարժվում էր դեպի Շանհայ թռչելով Խաղաղ օվկիանոսի վրայով, սակայն թռիչքից 2 ժամ հետո ինքնաթիռը շրջվել է եւ ուղղվել դեպի Սան Ֆրանցիսկո։ Օդանավի օդաչուն անձնագիր չի ունեցել, ավիաընկերությունը կազմակերպել է անձնակազմի փոխարինում, որպեսզի այդ երեկո ուղևորներին տեղափոխեն իրենց նպատակակետ։ Ուղևորներին տրամադրվել են սննդի կտրոններ եւ փոխհատուցում անհարմարությունների համար։ Նոր անձնակազմը Շանհայում վայրեջք է կատարել 6 ժամ ուշացումով։ Ալեքսանդր Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնեց Բելարուսի նախագահի պաշտոնը։ Եմենում հութիների Անսար Ալլահ խմբավորումը 2 բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը։ Armen Press-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին։ Հայտարարության մեջ Սարին հաստատել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, հավելելով, որ հութի խմբավորումը նաև կշարունակի խոչընդոտել իսրայելական նավերի նավարկությանը, քանի դեռ չի դադարեցվել Գազայի հատվածի պաշարումը եւ անկլավի նկատմամբ ագրեսիան։ Ալ Ջազերայի փոխանցմամբ հութիների ռազմական խոսնակը նշել է, որ Կարմիր ծովում 24 ժամվա ընթացքում Անսար Ալլահն արդեն 2-րդ անգամ հրթիռներով եւ անօդաչու սարքերով թիրախավորել է ամերիկյան Հարի Թրուման ավիակիրը եւ մի քանի ռազմածովային նավեր։ Նա հայտնել է, որ Հարի Թրուման ավիակրի եւ ամերիկյան ռազմանավերի հետ բախումը տևել է մի քանի ժամ եւ խափանվել է Եմենի դեմ նախապատրաստվող օդային հարձակումը։ Ազգային ժողովի նիստի մեկնարկին Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ասաց, որ օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ։ Որպես ԱԺ նախագահ ակնկալում եմ, որ ձեր կողմից դիրքորոշում կլինի առնվազն դատապարտող կարճ արտահայտություն, ասել է Գեղամ Մանուկյանը։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց. Դուք էլ լավ գիտեք, որ մեր խոսակցականի մեջ արտահայտություններ կան, որոնք ուղիղ իմաստով չեն գործածվում ու նպատակ չունեն որևիցե մեկին վիրավորելու, տարանջատելու։ Վստահ եմ, որ պարոն Ավինյանը վիրավորելու նպատակ չի ունեցել։
Գեղամ Մանուկյանն էլ արձագանքել է. «Մեր ժողովրդի բառապաշարում այնքան թևավոր արտահայտություններ կան, որ հողում տալով դրանց չի կարելի վիրավորել։ Այդպես թևավոր արտահայտություն է անաղուհաց քրդի շուն, բայց որևէ մեկը չի օգտագործում։ Որպես падգամավոր մեր քուրդ եղբայրներից ու քույրերից ներողություն եմ հայցում։ Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցների տարբեր խմբերին վիրավորելը»։ Լուկաշենկոն հայտարարել է, որ անպայման կկատարի այն ամենը, ինչ նշված է իր նախընտրական ծրագրում։ Նա ընդգծել է, որ խնդիրն այն է, որ Բելարուսը առաջ գնա, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք կպահպանենք տնտեսության սոցիալապես կողմնորոշված մոդելը, հիմնված պետության եւ հասարակության փոխադարձ պատասխանատվության վրա։ Շարունակելու ենք աշխատել պետական կառավարման արդյունավետության բարձրացման, բյուրոկրատիզմի եւ կոռուպցիայի դեմ անողոք պայքարի ուղղությամբ։ Մենք դա կանենք ինչպես միշտ հրապարակային եւ բաց։ Այս խնդիրը մենք կլուծենք այս հնգամյակում, ես խոստանում եմ, ասել է երկրի ղեկավարը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Այսի շրջանակում նախատեսված է նաեւ նախարար Արաղչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Իրանի արտգործնախարար պաշտոնական ներկայացուցիչի հաղորդմամբ Երևանում Արաղչին հանդիպելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից, օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։ Գերմանիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար պատասխանատու պաշտոնյաների դեմ։ Այս մասին նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վրացիները գրեթե 3 ամիս շարունակ բողոքում են կողմ արտահայտվելով Եվրամիությունում ապագայի համար եւ երկրի ղեկավարության կուրսի դեմ։ Նրանք շարունակում են բախվել ահաբեկումների, ձերբակալությունների եւ բռնությունների։ Այսօր Գերմանիան մուտքի լրացուցիչ արգելքներ է սահմանել մի շարք պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար, հայտնել են Գերմանիայի արտգործնախարարությունից։ Դեկտեմբերին Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարարի եւ անվտանգության ուժերի այլ ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների մասին։ Հունվարի 27-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել չեղարկել անվիզա ռեժիմը Վրաստանում դիվանագիտական ազդագրեր ունեցողների համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխող քաղաքպայմանագիրը իր ողջ ռեսուրսով եւ քարոզչական եւ պաշտոնական աշխատում է Չեզոք Հասան Վարդան Ղուկասյանին։ Ժողովուրդ օրաթերթի ԿՊԱ-մերձ աղբյուրները փոխանցում են, որ քարոզչության այս օրերին տուն-տուն բակ-բակ շրջելու արդյունքում ԿՊ-ն պարզել է, որ նախկին Թալանչի եզրույթը Գյումրիում արդիական չէ եւ Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է։ Ուստի հրահանգվել է նրան վարկաբեկելու, թիմակիցներին ահաբեկելու քայլերին նոր թափ հաղորդել։ Անգամ ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր Էմմա Պալյանը իշխանական լրատվամիջոցի հետ զրույցում ակնհայտորեն վիրավորելով Գյումրիում առաջադրված մյուս բոլոր ուժերին եւ թեկնածուներին 3 հայտարարեց, թե 8 ուժերից որևէ մեկին ձայն տալ նշանակում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Այսինքն ըստ Էմմա Պալյանի մյուս բոլոր 8 ուժերը Վարդան Ղուկասյանի արբանյակներն են, այդ թվում եւ Եվրադաշինքը, որը օր ու գիշեր եվրոպական արժեքներ է քարոզում ի հակադրություն կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանի քարոզչությանը։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը շնորհավորում է Հունաստանին անկախության օրվա առթիվ մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքները Հունաստանի կառավարությանն ու եղբայրական ժողովրդին։ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ երկարամյա բարեկամությունը հիմնված փոխադարձ աջակցության, տարբեր ոլորտներում սերտ եւ ակտիվ համագործակցության վրա։ Նշված է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։ Իրանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել Արաքսկետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ։ Պաշտոնական այցով Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը քննարկել են Արաքսկետի վրա նոր կամուրջ կառուցելու հարցը։ Այս մասին այսօր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Այն կդյուրացնի բեռնափոխադրումները, մասնավորապես նշել է Աբբաս Արաղչին։ Իսկ այժմ եղանակի մասին մարտի 25-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա, հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։
Ա